United Airlines Boeing 737 ինքնաթիռը վթարային վայրեջք է կատարել, երբ մոտ 11 կիլոմետր բարձրության վրա օդաչուի դիմապակուն ինչ-որ առարկա բախվել է։ Դենվերից Լոս Անջելես ուղևորվող չվերթի ընթացքում հարվածի հետևանքով ապակու բեկորներից օդաչուն վնասվածքներ է ստացել։ Անսպասելի դեպքից հետո նրա ձեռքերը վնասվել և արյունոտվել են։ Բեկորները ծածկել են նաև կառավարման վահանակը, իսկ հարվածի կետում նկատվել են այրվածքի հետքեր։ Ինքնաթիռը հաջող վայրեջք է կատարել Salt Lake City-ում և բոլոր ուղևորները անվտանգ են։ Մասնագետների կարծիքները բաժանվել են։ Մի մասը ենթադրում է, որ բախման պատճառը կարող է լինել տիեզերական աղբը, մյուսները կարծում են, որ դա կարող է մետեորի կտոր լինել։ Այնուամենայնիվ, Դաշնային ավիացիոն վարչությունը նշում է, որ նման դեպքի հավանականությունը 1 տրիլիոնից 1-ի է հավասար։ Մասնագետներ կան, որ ենթադրում են, թե հարվածը ինչ-որ էլեկտրական խափանման պատճառով է եղել, սակայն ապակու վրա եղած այրվածքները և ջարդված հատվածները վկայում են արտաքին հարվածի մասին։ Իսկ այժմ այն մասին, թե ինչ ենք պատմելու հաջորդիվ։ Սա այն թողարկումն է, որտեղ Ամերիկան երևում է իր ամենաանկանխատեսելի կողմերից։ Միացյալ Նահանգների տարբեր քաղաքներում նոր բողոքի ալիքներ են բարձրացել։ Ֆլորիդայում հայտնաբերվել է դիպուկահարի թաքստոց, իսկ թե դեպի ուր էր այն ուղղված, կիմանաք հաղորդման ընթացքում։ Այս ամենի ֆոնին Թրամփը խոստանալով պայքարել գնաճի դեմ այժմ բանակցում է Արգենտինայի հետ, կիմանաք նաև, թե ինչ է պատրաստվում ներմուծել և ինչու հենց Արգենտինայից։ Արտաքին քաղաքականությունը Արգենտինայով չի ավարտվում։ Թրամփը հանդիպել է նաև Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ։ Կներկայացնեմ հանդիպման կարևոր կետերը և վերլուծությունը։ Մինչև այդ, Թեքսասում երկինքը բառացիորեն դարձել է մրցուղի։ Առաջին անգամ անցկացվել է թռչող մեքենաների Ֆորմուլա 1-ը։ Իսկ հաղորդման վերջում կանդրադառնանք ամենասենսացիոն պատմություններին։ Նյու Յորքում ահաբեկչության հետ կապվող լուսանկարների շուրջ սկանդալ և 4.6 միլիարդ դոլար արժողությամբ գործարք Gucci-ի և L'Oreal-ի միջև։ Այնպես որ դիտեք հաղորդումը մինչև վերջ։ Բարև ձեզ, դուք միացել եք Glendale Newsroom-ին։ Ես Լենա Կարապետյանն եմ և ինչպես միշտ ձեզ կպատմեմ Միացյալ Նահանգներում տեղի ունեցող ամենակննարկվող իրադարձությունների մասին։ Բաժանորդագրվեք մեր ալիքին, չմոռանաք լայքել և մեկնաբանություններում գրել, թե որտեղից եք հետևում մեզ, իսկ մենք շարունակենք մեր հաղորդումը։ ԱՄՆ-ի մի շարք քաղաքներում վիքենդին տեղի են ունեցել Դոնալդ Թրամփի քաղաքականության դեմ No Kings կարգախոսով զանգվածային ցույցեր։ Տասնյակ հազարավոր մարդիկ դուրս էին եկել Վաշինգտոնի, Նյու Յորքի, Լոս Անջելեսի և Սան Ֆրանցիսկոյի փողոցներ, դժգոհելով երկրի ընթացիկ վիճակից։ Թրամփի քննադատները պնդում են, որ նրա ղեկավարությունը վտանգում է ժողովրդավարությունը, իսկ Հանրապետական կուսակցությունը ցույցերն անվանել է Ամերիկայի դեմ ատելության արշավ։ Ցույցերից հետո մի շարք նահանգներում արդեն գրանցվել են բախումներ ոստիկանության հետ և տասնյակ ձերբակալություններ։ Քաղաքական վերլուծաբանները նշում են, որ այս շարժումը կարող է վերածվել Թրամփի նախագահության դեմ ամենամեծ հանրային դիմադրությանը։ Իսկ Թրամփը արձագանքել է Fox News-ին, ասելով. «Նրանք ինձ թագավոր են անվանում, բայց ես թագավոր չեմ»։ Ցուցարարները բարձրացրել էին պաստառներ, ամենապատրիոտ քայլը բողոքելն է և դիմադրիր ֆաշիզմին գրություններով։ Շատ քաղաքներում բողոքի ակցիաները վերածվել էին փառատոների, երաժշտությամբ դիմակավորված մասնակիցներով և մեծ պաստառներով, որոնց վրա գրված էր Սահմանադրության նախաբանը՝ «Մենք ժողովուրդը»։ Շարժման կազմակերպիչները հայտարարել են, որ սա միայն առաջին փուլն է և դաշնային շաթդաունի ֆոնին առաջիկայում ծրագրում են քաղաքացիական անհնազանդության նոր ալիք։ Չիկագոյի կենտրոնում էլ անցկացվել է բազմահազարանոց ցույց ընդդեմ ICE գործողությունների։ Ցուցարարները պահանջել են դադարեցնել բռնի ձերբակալությունները, արցունքաբեր գազի կիրառումը և տներ ու խանութներ ներխուժումները։ Ակցիային մասնակցել են հազարավոր մարդիկ ոչ միայն կենտրոնում, այլև Չիկագոյի արվարձաններում։ Քեթի Թոլինը, ցույցի կազմակերպիչը, նշել է, որ ցույցը դաշնային գործակալների բռնությանը և կամայականությունների պատասխանն է։ «Մենք ասում ենք, որ սա այն քաղաքը չէ, որտեղ ուզում ենք ապրել։ Ես տեսնում եմ բռնություն ուղղված Չիկագոյի բնակիչների դեմ և դա ինձ զայրացնում է»։ Ներկայացուցիչների պալատի խոսնակը ցույցը անվանել է Ամերիկայի դեմ ատելության միտինգ, սակայն Թոլինը պատասխանել է. «Իսկ որն է ավելի
ամերիկյան, քան բողոքել այն քաղաքականության դեմ, որի հետ համաձայն չես։ Միացյալ Նահանգների տարբեր բանտերում պահվող ներգաղթյալները շարունակում են բարձրաձայնել անտանելի պայմանների մասին, բողոքելով անբավարար սննդից, հիգիենայի բացակայությունից և բժշկական օգնության ուշացումից։ Իրավապաշտպան կազմակերպությունները հայտնում են, որ որոշ հաստատություններում մարդիկ ամիսներով արևի լույս չեն տեսնում, իսկ բողոքներ ներկայացնելու հնարավորություններ գրեթե գոյություն չունեն։ Միևնույն ժամանակ ԱՄՆ իշխանությունները պատրաստվում են խստացնել աշխատանքային վիզաների և գրին քարտերի տրամադրման գործընթացը։ Ներքին անվտանգության նախարարությունը քննարկում է փոփոխություններ O1 և AB2 կատեգորիաների տրամադրման կարգում, արձանագրելով, որ վերջին ամիսներին այս վիզաների դիմումների թիվը կտրուկ աճել է։ Թեև նախաձեռնությունը դեռ պաշտոնապես չի ընդունվել, գերատեսչությունը հաստատում է, որ դրա նպատակը թեկնածուների որակավորման չափանիշների խստացումն է։ Փորձագետները զգուշացնում են, որ նման մոտեցումը կարող է լրացուցիչ դժվարություններ ստեղծել ոչ միայն նոր դիմողների, այլև արդեն ԱՄՆ-ում գտնվող ներգաղթյալների և նրանց ընտանիքների համար, խորացնելով անորոշությունը համայնքների ներսում։ Ներգաղթի վերաբերյալ մի քանի թեմաներին կանդրադառնանք հաղորդման վերջում, իսկ այժմ եկեք խոսենք թանկացումներից։ Մսի գները նվազեցնելու համար Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Արգենտինայից կարող է սկսել տավարի միս ներմուծել։ Նա այս միտքը հայտնել է Ֆլորիդայից Վաշինգտոն թռչելու ընթացքում նախագահական ինքնաթիռում լրագրողների հետ զրույցի ժամանակ։ ԱՄՆ-ում տավարի մսի գները կտրուկ բարձրացել են երկարատև երաշտի և Մեքսիկայից մատակարարումների նվազման պատճառով։ Մեքսիկայում տարածված մակաբույծային հիվանդությունը խանգարում է անասունների բազմացմանը, ինչի հետևանքով միսը պակասում է շուկայում։ Արդյունքում մսամթերքի պահանջարկը գերազանցել է առաջարկը և գները սկսել են արագ բարձրանալ։ Թրամփը ընդգծել է, որ պատրաստվում է միաժամանակ պայքարել գնաճի դեմ և աջակցել իր դաշնակցին Արգենտինայի նախագահին։ Երկու երկրների միջև տնտեսական կապերը ամրապնդելու համար նախատեսվում է բացել $20 միլիարդ վարկային գիծ և ներգրավել լրացուցիչ ներդրումներ թե պետական, թե մասնավոր ֆոնդերից։ Ֆլորիդայի Փալմ Բիչի օդանավակայանի տարածքում հայտնաբերվել է տարօրինակ դիտակետ, որը հիշեցնում է դիպուկահարի կամ որսորդական թաքստոց։ Այն գտնվում է այնպիսի դիրքում, որտեղից ուղիղ տեսանելի էր Թրամփի ինքնաթիռը Air Force One-ը, որը սովորաբար կայանում է հենց այդ հատվածում։ Հայտնաբերելուց հետո ԱՄՆ գաղտնի ծառայությունները սկսել են մանրակրկիտ հետաքննություն, պարզելու կառույցի ծագումն ու նպատակը։ Դիտակետը կախված էր ծառի վրա և կազմված էր մետաղական խողովակներից, սակայն տեղում զենք կամ պայթուցիկ նյութեր չեն հայտնաբերվել։ Չնայած դրան, անվտանգության մարմինները լուրջ տագնապ են բարձրացրել, չբացառելով, որ այն կարող էր տեղադրված լինել դիտավորյալ, անվտանգության համակարգը հետազոտելու կամ վտանգ ստեղծելու նպատակով։ Ներկայումս փորձագետները վերլուծում են տարածքի տեսանկարահանումները և ստուգում, արդյոք թաքստոցը օգտագործվել է որևէ գործողության համար, թե ոչ։ Նախորդ թողարկումների ընթացքում խոսել ենք այն մասին, որ ամերիկյան զինուժը ոչնչացրել է ենթադրյալ թմրանավը։ Հիմա պարզվում է, որ իրավիճակը կարող է այլ լինել։ Թրամփը հայտարարում է, թե նավը տեղափոխում էր մեծ քանակությամբ ֆենտանիլ և այլ թմրանյութեր, իսկ ներսում կային 4 հայտնի թմրաահաբեկիչներ, որոնցից 2-ը սպանվել են, իսկ մյուս 2-ը Էկվադորից և Կոլումբիայից ձերբակալվել։ Թրամփի խոսքով, եթե նավը հասներ ափին, կարող էր զոհվել առնվազն 25,000 մարդ։ Սակայն Կոլումբիայի նախագահը կտրականապես հերքել է այս տարբերակը, նշելով, որ սպանվածը սովորական ձկնորս էր եղել։ ԱՄՆ-ի զինվորականները խախտել են մեր տարածաշրջանային ջրերը և սպանել մարդու, որը ոչ մի կապ չի ունեցել թմրանյութի հետ, ասել է Կոլումբիայի նախագահը։ Պետրոն պնդել է, որ նավակը պարզապես խափանված շարժիչով լողում էր ծովում և օգնության էր սպասում։ Կոլումբիան այժմ պահանջում է պաշտոնական բացատրություն Վաշինգտոնից, նշելով, որ միջադեպը լուրջ լարվածություն է ստեղծել երկու երկրների հարաբերություններում։ Թե ով է իրականում ճիշտ այս պատմության մեջ դեռ պարզ չէ, սակայն դեպքը արդեն դարձել է նոր դիվանագիտական հակասության պատճառ։ Վաշինգտոնում կայացած Թրամփ-Զելենսկի հանդիպումը զգալի արդյունք չտվեց, որոնց սպասում էին թե Կիևը և թե Վաշինգտոնը։ Գլխավոր հարցը Ուկրաինային Թոմահոք հրթիռների փոխանցումը փակ թեմա է դարձել։ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ նոր լարվածություն չի ցանկանում և նախընտրում է խուսափել էսկալացիայից, իսկ Զելենսկին իր բրիֆինգում այդ հարցին գրեթե չանդրադարձավ, հղելով լրագրողներին ամերիկյան կողմին։ Սա վկայում է, որ բանակցություններում զգալի առաջընթաց չի գրանցվել։
Զելենսկին խուսափեց նաև հակաօդային պաշտպանության եւ անվտանգության երաշխիքների թեմաներից։ Նրա խոսքով ամենախնդրահարույց հարցը մնում է տարածքայինը։ Կիևը ներկայիս ճակատային գծի երկայնքով հրադադար է պահանջում եւ դրանից հետո միայն բանակցություններ։ Մինչդեռ Մոսկվան պահանջում է, որ ուկրաինական զորքերը դուրս բերվեն Դոնեցկի ամբողջ տարածքից։ Թրամփը իր հերթին հայտարարել է, որ աջակցում է հրադադարի գաղափարին գործող դիրքերի հիման վրա առանց լրացուցիչ ռազմական քայլերի։ Այս պահին անորոշ է, Պուտինը փոխել է իր դիրքորոշումը, թե ոչ եւ արդյոք Թրամփը կձեռնարկի որևէ քայլ, եթե Բուդապեշտում նախատեսված հանդիպումից հետո պատերազմը շարունակվի։ Թրամփի վարքագիծը ցույց է տալիս, որ նա փորձում է հետ մնալ ուկրաինական հակամարտությունից, չցանկանալով, որ այն դառնա Թրամփի պատերազմ։ Այս մոտեցումը հարված է հասցնում Կիևին եւ արևմտյան դաշնակիցների ռազմավարությանը, որոնք ակնկալում են, որ Վաշինգտոնը կվերադառնա Ռուսաստանի դեմ կոշտ դիրքորոշմանը։ Եթե Թրամփը շարունակի զենք միայն վճարովի հիմունքներով քաղաքականությունը, Ուկրաինան կարող է աստիճանաբար կորցնել թե ռազմաճակատում եւ թե բանակցային սեղանում իր դիրքերը։ Տեքսասում անցկացվել է պատմության մեջ առաջին թռչող մեքենաներով մրցարշավը, որը ստացել է խորհրդանշական երկնքի Ֆորմուլա 1 անվանումը։ Միջոցառման ընթացքում 4 Jetson One էլեկտրական այրոմեքենաները բարձրացել են օդ, մրցելով հատուկ սահմանված օդային երթուղու վրա։ Թռիչքները ներառել են կտրուկ շրջադարձեր, ռիսկային անցումներ եւ իրական օդային մրցակցության զգացողություն, իսկ տեսանյութերը սոցիալական ցանցում մի քանի ժամում հավաքել են միլիոնավոր դիտումներ։ Jetson One մոդելը կարող է զարգացնել մինչև 102 կմ/ժ արագություն եւ մեկ թռիչքով անցնել մոտ 32 կմ։ Կազմակերպիչները նպատակ ունեն ապագայում ստեղծել ամբողջական օդային առաջնություն։ Որոշ փորձագետներ զգուշացնում են, որ եթե սա դառնա իրական սպորտ, այն կարող է լինել նույնիսկ ավելի վտանգավոր, քան Ֆորմուլա 1-ը։ Սիրելի հետևորդներ, մինչև թողարկման մյուս կարևոր նորությունների մասին խոսելը, եկեք տեսնենք, թե ինչ է հրապարակված մեր Facebook-յան էջում։ Ամերիկացի հայտնի գրող Սթիվեն Քինգը դարձել է ԱՄՆ դպրոցներում ամենից հաճախ արգելվող հեղինակը։ Զեկույցի համաձայն 2024-25 ուսումնական տարում գրադարաններից եւ ծրագրերից ավելի քան 6800 անգամ հեռացվել են գրքեր, որոնց մեծ մասը հենց Քինգինն էր։ Արգելքների հիմնական մասը գրանցվել է Ֆլորիդայում, Տեքսասում եւ Թենեսիում։ ԱՄՆ-ում երկրի տնտեսության հանդեպ աճում է մարդկանց անհանգստությունը։ Ամերիկացիների մոտ 60%-ը ասում է, որ իրենց կյանքը գնալով թանկանում է։ 47%-ը նշում է, որ դժվարությամբ է լավ վարձատրվող աշխատանք գտնում, ինչը 10%-ով ավելի է, քան 1 տարի առաջ։ Սննդամթերքի եւ վարձակալության գները շարունակում են աճել, իսկ 36%-ը ասում է, որ էլեկտրաէներգիայի բարձր հաշիվները իրենց լուրջ սթրես են պատճառում։ Բենզինի եւ բժշկական ծառայությունների գներն էլ հավելյալ ճնշում են ստեղծում ընտանիքների վրա։ Շատերը կարծում են, որ Թրամփի խոստացված տնտեսական վերելքի փոխարեն երկիրը մտնում է անկայուն փուլ, որտեղ ամեն ինչ թանկանում է, բայց աշխատավարձերը մնում են նույնը։ Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ 2025-ին ինտերնետում հրապարակվող հոդվածների շուրջ 50%-ը արդեն ստեղծվում է արհեստական բանականության միջոցով։ Ուսումնասիրությունը հիմնված է 65000 կայքերի տվյալների վրա եւ ցույց է տալիս, որ արհեստական բանականության կտրուկ աճը սկսել է հենց ChatGPT-ի գործարկումից հետո։ Չնայած այս արագ տարածմանը, Google-ի որոնման արդյունքներում դեռ 86% նյութերը գրել են մարդիկ, իսկ chatbot-երը 82% դեպքերում հղում են անում մարդկային աղբյուրներին։ Եթե ցանկանում եք ամերիկյան իրականության վերաբերյալ նորությունները առաջինը իմանալ, ապա անպայման հետևեք մեր Facebook-յան էջին։ Մենք ամեն օր ձեզ համար պատրաստում ենք կարևոր եւ վստահելի տեղեկություն հակիրճ, պարզ եւ հետաքրքիր ձևով։ Մերիլենդում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհից եւ մտել տներից մեկի բակում տեղադրված վրանի մեջ, որտեղ հավաքված մարդիկ նշում են երեխայի ծննդյան օրը։ Պատահարի հետևանքով մի կին զոհվել է, 13 մարդ ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։ Դեպքը տեղի է ունեցել շաբաթ գիշերը ժամը 10:15-ի սահմաններում Բլեյդեսբերգ քաղաքի բնակելի թաղամասում Վաշինգտոնից մի քանի մղոն հյուսիս-արևելք։ Վարորդը դեպքից հետո փախել է, սակայն հաջորդ օրը ինքնակամ ներկայացել է ոստիկանություն։ Նա Վաշինգտոնում բնակվող 66-ամյա տղամարդ է։ 6 անչափահաս արդեն դուրս են գրվել, մեկի վիճակը գնահատվում է կայուն, իսկ 3 մեծահասակ դեռ շարունակում է բուժումը։ Ոստիկանությունը հայտնել է, որ վարորդի նկատմամբ առաջիկայում կներկայացվեն քրեական մեղադրանքներ։
Վաշինգտոնի դաշնային դատարանը որոշել է չեղարկել այն օրենքը, որը պարտադրում էր քահանաներին ոստիկանությանը տեղեկացնել հնարավոր մանկապղծության դեպքերի մասին։ Խոսքը դեմոկրատական կուսակցության առաջարկած նախագծի մասին է, որը պահանջում է, որ բոլոր հոգևորականները նույնիսկ խոստովանության ընթացքում պարտավորվեին խախտել գաղտնիությունը և 48 ժամվա ընթացքում հաղորդեին ոստիկանությանը ցանկացած կասկածելի դեպքի մասին։ Օրենքի դեմ բողոքի էին ներկայացրել կաթոլիկ եկեղեցու հոգևորականները և ԱՄՆ արդարադատության նախարարությունը, պնդելով, որ այն խախտել է սահմանադրությամբ երաշխավորված հավատքի և խոսքի ազատությունը։ Թրամփի վարչակազմը հայտարարել էր, որ նման օրենքները կրոնական ծեսերի դեմ են ուղղված և հակասում են երկրի հիմնարար արժեքներին։ Գործը քննած դատավորը որոշել է, որ օրենքը հակասում է կաթոլիկ խոստովանության սրբազան գաղտնիքի սկզբունքներին։ Դատարանը մշտական արգելք է սահմանել, արգելելով Վաշինգտոնի իշխանություններին կիրառել այս օրենքը հոգևորականների և հավատացյալների միջև գաղտնի զրույցների նկատմամբ։ ԱՄՆ-ում գտնվող ուկրաինացի փախստականները հոկտեմբերի 16-ից սկսած ԱՄՆ-ում մնալու համար պետք է $1000 վճարեն։ Տեղեկությունը հրապարակվել է ԱՄՆ քաղաքացիության և ներգաղթի ծառայության պաշտոնական կայքում։ Նոր վճարը կկիրառվի բոլոր այն անձանց նկատմամբ, ովքեր ունեն հումանիտար մուտքի թույլտվություն, եթե ուկրաինացու ներկայիս պայմանական վաղաժամկետ ազատման ժամկետը ավարտվել է 2025 թվականի հոկտեմբերի 16-ից հետո, ապա այն երկարացնելու դեպքում USCIS-ը նրանք ուղարկի ծանուցում վճարման կարգի և $1000 գումարի վերաբերյալ, որը վերաբերում է թե մեծահասակներին, թե երեխաներին։ Ծրագիրը նախատեսում է որոշ բացառություններ ցածր եկամուտ ունեցող անձանց համար, սակայն այդ դեպքերը կքննվեն անհատական կարգով։ Թրամփի վարչակազմի իրականացրած լայնածավալ գործողությունների ֆոնին կրկին սրվել է ներգաղթային քաղաքականության շուրջ լարվածությունը։ Ամենաաղմկահարույց դեպքերից մեկը տեղի է ունեցել Չիկագոյում Walgreens դեղատան ներսում, որտեղ ICE և դաշնային գործակալները ձերբակալել են 19-ամյա երիտասարդին, կասկածելով նրան ապօրինի ներգաղթյալ լինելու մեջ։ Ավելի ուշ պարզվել է, որ նա ԱՄՆ քաղաքացի է։ Այս միջադեպը առաջացրել է հանրային զայրույթի նոր ալիք և լայն բողոքի շարժում, ուղղված Թրամփի ներգաղթային քաղաքականության դեմ, որը վերջին շաբաթներին մի քանի նահանգներում դարձել է բախումների և հանրային վեճերի պատճառ։ Միաժամանակ ներքին անվտանգության նախարարությունը հայտնել է լատինամերիկյան թմրակարտելների կողմից կազմակերպված բռնության ծրագրի մասին, որոնք ուղղված են ներգաղթի և սահմանապահ ծառայության աշխատակիցների դեմ։ Հիշեցնեմ, որ պաշտոնական տվյալներով կարտելները վճարում են մինչև $2000 գործակալների գտնվելու վայրի տեղեկության դիմաց, մինչև $10,000 հարձակման կամ առևանգման և մինչև $50,000 սպանության համար։ Նյու Յորքի քաղաքապետի ընտրությունների թեկնածու 34-ամյա դեմոկրատ Զոհրան Մամդանին հայտնվել է քաղաքական սկանդալի կենտրոնում այն բանից հետո, երբ սոցիալական ցանցերում հրապարակվել է բրուքլինցի սիրաջ Վահաջի հետ լուսանկարները։ Վահաջը հայտնի է որպես ահաբեկիչ, նրա անունը դեռ 1993 թվականին հիշատակվել էր Նյու Յորքի համաշխարհային առևտրի կենտրոնի պայթեցման գործով, որպես Ալ-Քաիդայի ահաբեկիչների հիմնավոր համակիր, թեև երբեք պաշտոնապես չի մեղադրվել։ Այս պայթյունի հետևանքով զոհվել էր 6 մարդ, իսկ ավելի քան 1000-ը ստացել էին վնասվածքներ։ Մամդանին լուսանկարի մեկնաբանությունում Վահաջին ներկայացրել է որպես Ամերիկայի առաջատար իսլամական առաջնորդներից մեկը, ինչը մեծ աղմուկ է բարձրացրել հատկապես պահպանողական լրատվամիջոցներում։ Դեմոկրատ թեկնածուն դեռ չի արձագանքել մամուլի հարցերին, միայն ջնջել է իր հրապարակումը։ Լրատվամիջոցները հիշեցրել են, որ 2018 թվականին Վահաջիի 3 անչափահաս երեխաները դատապարտվել էին ցմահ ազատազրկման Նյու Մեքսիկոյում երեխաների համար նախատեսված ահաբեկչական ճամբար կազմակերպելու մեղադրանքով։ Ինքը Վահաջը պնդել է, որ հենց ինքն է հայտնել ոստիկանությանը նրանց գործողությունների մասին և վաղուց դադարեցրել է շփումը ընտանիքի հետ։ Իլինոյսի նահանգապետ դեմոկրատ Ջեյ Բի Փրիցքերը հայտնել է, որ Լաս Վեգասում կազինոյում բլեքջեք խաղալով հաղթել է ավելի քան $1.4 միլիոն։ Ինչպես փոխանցում է CNN-ը, նահանգապետը այս գումարը իր հարկային հայտարարագրում նշել է որպես անհավատալի բախտի արդյունք։
Մամուլի ասուլիսի ժամանակ Պրիցքերը խոստովանել է, որ սիրում է քարտային խաղեր եւ հավելել, որ շահումը ամբողջությամբ կուղղվի բարեգործական նպատակների։ Նա հիշեցրել է, որ նախկինում եւս կազինոյում ստացած շահույթը նվիրաբերել է Հոլոքոստի թանգարանի եւ մի քանի կրթական հիմնադրամների։ Պրիցքերը հյաթա հյուրանոցային ցանցի ժառանգն է եւ նրա կարողությունը գնահատվում է շուրջ 4 միլիարդ դոլար։ Անցած տարի նա եւ իր կինը միասին վաստակել էին ավելի քան 10 միլիոն դոլար, ուստի, ինչպես նշել է նահանգապետը, այս հարթակը պարզապես բախտի ժպիտ է եղել, ոչ թե ֆինանսական հաջողության անհրաժեշտություն։ Gucci ապրանքանիշի մայր ընկերությունը Kering-ը համաձայնվել է իր կոսմետիկ բիզնեսը վաճառել L'Oreal ընկերությանը 4.66 միլիարդ դոլարով։ Ինչպես հայտնել է Kering-ը, այս որոշման նպատակը պարտքերի նվազեցումը եւ իր հիմնական ուղղության բարձր նորաձևության վրա կենտրոնացումն է։ Գործարքի շրջանակներում L'Oreal-ը կստանա Kering-ի Creed օծանելիքի գիծը, ինչպես նաև կստանա 50 տարվա բացառիկ լիցենզիա արտադրանք մշակելու Bottega Veneta-ի եւ Balenciaga բրենդների անվան տակ։ Սա L'Oreal-ի համար կարևոր ընդլայնում է շքեղ կոսմետիկայի շրջանում, որտեղ մրցակցությունը գնալով սրվում է։ Վաճառքը դիտվում է որպես Kering-ի ֆինանսական բեռը թեթևացնելու կարևոր քայլ։ Ընկերության պարտքը հունիսի վերջին կազմել է շուրջ 10-50 միլիարդ դոլար, իսկ վարձակալական երկարաժամկետ պարտավորությունները եւս 7 միլիարդ։ Այսօրվա համար նախապատրաստել ենք այսքանը։ Եթե դեռ չեք հասցրել դիտել մեր նախորդ թողարկումը, ապա կարող եք անցնել հենց այս ուղումով։ Մենք բարձր ենք գնահատում ձեր ակտիվությունը, սիրով կարդում ենք բոլորիդ նամակներն ու մեկնաբանությունները։ Մեզ աջակցելու համար պարզապես լայքեք մեր տեսանյութը։ Կհանդիպենք վաղը 5:30-ին։ Հաջողություն։